Շարունակ մեր առավոտ լույսով վիքենդը, մենք էլ շտապ ենք արդեն ներկայացնենք մեր այսօրվա երկրորդ հյուրերին, արվեստից չենք հեռանալու, հեռու չենք գնում։ Հատկապես թատեր արվեստի մասին է խոսքը, եւ սիրով ներկայացնենք մեր տաղավարում են դերասաններ Նարեկ Հայկազյանը եւ Սովինար Մարտիրոսյանը։ Բարի լույս։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնել, բայց մեր ավանդական հարցը ես կամ։ Ավանդական, այո, հարցերին պետք է անդրադառնանք։ Ինչպես է սկսվում ձեր ընտանեկան առավոտը։ Բուրըն։ Ուրա, չգիտեմ, բարձր ձայներով։ Այդ միշտ կա։ Ուրա է այն ինչը, ինքը չգիտի ուրա։ Ծովինար, այդ բոլոր հարցերը քեզ են ուղղված։ Բոլորը միանշանակ ինձ։ Այո։ Իսկ Ծովինարը չի ասում, տեղը դներ իմանայր ուրա։ Այո։ Այո։ Չէ, ինքը սենց համ։ Հեսա։ Հա, կամ այդպես։ Բայց այս են տարբերակն է, երբ որ ասում ես, լույս, բաժակը ուր ես, այդտեղ դիմաց տա։ Դիմացս չի, անկեղծ նայեմ դիմաց։ Հեսա ռուս, այդ տարբերակն է։ Այո։ Որ իրոք մենք չենք տեսնում։ Համաձայնվիր, որ լինում են այդպես։ Համաձայն եմ, բայց մի հատ ֆանտաստիկ ինքը բնավորություն ունի։ Ինքը օրինակ այս բաժակը էստեղ է դրած, չգիտեմ ինչի, ինքը կարա որոշի, որ դա պիտի տեղափոխի։ Վաղը կարա ինքը տիպիկ ընտանեկան խնդիրները, գիտես, հենց այսպես են սկսվում, գիտես, ընտանեկան կռիվները հենց այսպես էլ սկսվում է, բայց մեր գիշերները բարձր ձայներով ավարտվում է, այսինքն օրը եւ լուսաբացը սկսվում է նորից բարձր ձայներով։ Հիմա հետ ենք վերադառնում, նորից ես այդ հարցը տալիս եմ, ինչպես է սկսվում ձեր ընտանեկան առավոտը։ Արդյոք դուք միասին նախաճաշում եք։ Ոչ։ Բարձր։ Սուրճ չեք խոհ միասին։ Դե մեկ հա լինում է, բայց հիմնականում ինքը տենց հացը դնում է, ես ուտում եմ ու ինքը իր գործերով, որ ես սուս մնամ, հացը դնում եմ, սուս մնամ։ Հասկացա։ Իսկ երեխաները ինչ մասնակցություն ունեն առավոտյան այդ առօրյա։ Ես ճշմարտությունն եմ ասելու։ Այո, այսօր ճշմարտության օրն է։ Սարինարը որոշել է ճշմարտությունը։ Ասեմ։ Առավոտյան ինքը նույնիսկ տեղյակ չի, թե իր երեխաները արթնանում են, դպրոց են գնում, ինչ են անում, ինչ չեն անում, ինքը ընդհանրապես առավոտները պետքա քնի, որովհետև ինքը գիշերը շատ։ Առավոտյան նա տեղում չէ։ Չէ, չկա, ես արդեն 20 տարի, ես արդեն 20 տարի։ Բայց տղամարդը աշխատել է ամբողջ գիշեր, հիմա եկել է մի 30 րոպե աչքը ավել։ Ռուբեն լրի է։ Դե ես բան չասեցի, բայց ասեմ 20 տարին մի քիչ շատ է, էլի քնելու համար ամեն առավոտ, արդեն ամեն առավոտ մի ժամ էլի, ասեն կարող է 9:30 զարթնեմ, ինքը 8-ին պետք է երեխեքին արթնացնի, ուղղակի դպրոց նորմալ է, չէ՞ որ կարամ 9:30 զարթնեմ։ 20 տարի։ 11-ին եմ փորձի 9:30 նորմալ չի 20 տարի չէ, դե մենք ասում ենք 20 տարի։ 20 տարվա մեջ։ 20 տարի։ Լավ, եկեք չխոսենք։ Ես գիտեմ իմ պարտականությունները, ես ամեն ինչ հասցնում եմ, ես արդեն սովորել եմ, հարմարվել եմ, ուշ արդեն ուրիշ բաների մասին մտածել։ Բայց գիտեք ինձ ինչ դուր եկավ, ճիշտ է, կներեք մեր հարցի համար, որ փոքրիկ այսպես վեճ ստեղծվեց մեր հարցի պատճառով, բայց ինձ դուր եկավ, որ ես ամեն ինչ կա սեր։ Եվ անկեղծություն։ Իսկ մենք առավոտյան հենց մեր առավոտը վիքենդը սկսել ենք սիրուց ու ռոմանտիկ նույնիսկ ֆիլմերից, դրվագներ, այսպես հետարքիր պատմություններով։ Հիմա հետ եկանք։ Ինչ ճիշտ այսպես թեմայի մեջ եկանք, ընկանք ու հիմա միասին շարունակենք։ Լավ, առավոտները հասկացանք, բայց երեխաները մասնակցում էին այդ ամեն ինչին, թե չէ։ Չէ։ Ինչին։ Այդ առավոտա երուզալեմ։ Նարեկ դու քնած ես։ Իմ հետ չէ։ Ոչ, դու քնած ես, դու չգիտես ինչ ես։ Դու քնած ես, սպասի։ Կարելի է այդ հարցերին ես գիտեմ, ես պատասխան, ասում եմ ինքը այդ ժամերին քնած է, ինքը տեղյակ չի։ Ինձ ամեն երեկո առավոտ գրում է մեր հարևանուհին արդեն համարյա միշտ, որ խնդրում ենք մի քիչ կամաց, խնդրում ենք մի քիչ կամաց։ Օգտվենք հարևանուհուն ողջունենք։ Այո, ես ներողություն եմ խնդրում մեր հարևաններից, որ մենք խանգարում ենք ձեր հանգիստը, բայց մի քիչ դիմացեք, արդեն մի քիչ մեծանում են։ Մեծացել են արդեն, չէ՞ լավ, դե ես ինչ էլ չենք անում այդպես։ Ոչ, դե մի քիչ նորմալ է։ 3 տղամարդ օրինակ ֆուտբոլին մեր տնից սարսափելի ձայներ էր լսվում գիշերվա 1-ին։ Բայց ֆուտբոլ ենք նայում, ձայն չհանենք։ 3 տղա նստած, տղաների հետ։ Հայրը որդիների հետ նայում էին ֆուտբոլ։ Այո։ Դա շատ դասական դարձած ավանդույթ է։ Ֆուտբոլը անաղմուկ չի լինում նայել։ Դե արդեն ես էլ եմ իրանց հետ միանում, որ շտապ լիներ, ես վստահ եմ, որ հարևանի տանը ավելի կգնապատիկ աղմուկ էր տիրում։ Ուղղակի այդ պահին դե տան անդամներն ավելի մոտ են, իրենց աղմուկներ են։ Հիմա ես հասկանում եմ, որ նրանք արթնանում են շատ տարբեր մտքերով։ Եվ շատ տարբեր ժամերի, եւ շատ տարբեր ձևերով։ Բայց ինչ մտքերով եք արթնանում։
Դե նայած այդ ինչ գործ ունենք։ Ես սարսափում եմ իր դրական են այդ մտքերը, թե բացասական օրինակ։ Ես առաջին անգամ Ես սարսափում եմ Նարեկի Հայկազյան արթնանալուց։ Ես չգիտեմ ինքը ոնց է արթնանալու, տրամադրությամբ, որովհետև երբ ինքը արթնանում է, ես փորձում եմ խաղաղություն բերել, ես ասում եմ երեխեքին ուղարկում եմ դուրս շղկ փակեցի, լռություն մեկ էս ծով։ Սկսվեց ուրիշ հոգեվիճակ, այո, ու ես փորձում եմ ինչ ես ուտում, ահա սարքեմ բանանեմ, տարբեր ձևերով սարքում եմ առավոտը, որ վերջ ամեն ինչ լավա տրամադրությունը լավ կլինի, մեկ է կարող է պատտվի ասի, այն վերնաշապիկս, հիշում ես 2 տարի առաջ մոքա Ամերիկայից թույն ուղարկել էր, ուր ա, վսյո, վերջացավ վերջ, մեր ընտանեկան անդորը ավարտված է։ Նորմալ հարց ա տալիս մարդ, ինչի չեք պատասխան։ Չգիտեմ, կամ այս ինչ կարելի է ամենն ասել հեսա։ Ես 2 տարի առաջ նա պատասխանի։ Լավ, եկեք ճիշտ է, ես հասկանում դուք միշտ նկարահանումների եք, փորձերի եք ու առիթ չի ստացվեց հենց անկեղծ խոսել։ Մենք հազիվ տեսանք իրար, այո, այսօր։ Լավ անձնավորություն է այդ։ Շատ լավ։ Շփվեցինք ահագին։ Լավ է, որ լավ կարծիքներ ունեք միացած։ Հիմա մի քիչ խոսենք երեխաներից։ Երեխաներից ինչ-որ բան կա, որ դուք սովորում եք կամ դուք ինքներդ եք սովորել տարիների ընթացքում։ Որ չէ, նրանք ձեզ սովորեցին։ Միանշանակ։ Այո։ Միանշանակ մենք միշտ մեր երեխեքից սովորում եւ ոչ միայն մեր երեխաներից։ Մենք նաեւ ստուդիա ունենք, որտեղ էլի մեր երեխեքից սովորում ենք։ Երեխեքը կյանքի ամենահրաշք բաներն են։ Երեխեքը մեկ-մեկ այնպիսի բաներ են անում, որ չես կարող չսովորել։ Լավ, եւ ո՞րն է այն ամենակարևորը, որ սովորել եք նրանցից։ Ազնվությունը, իրենց մեջի մաքրությունը, օրինակ շատ դեպքերում, ես մի բան ասեմ, նույնիսկ երեխան ազգում, երբ դու կեղծում ես, օրինակ հեռախոսա զանգում, չէ, տեսեք, ամենամինիմալ բանն եմ ասում, բոլորի մոտ էլ ինձ, չէ, նայում ես, չես ուզում պատասխանել, այն որ պետք չի պատասխանել կամ բան ասում ես, ինչի են, ինձ հիշե, ալո, երեխան զգում է միանգամից այդ կեղծիքը ու կարա նույնիսկ նկատողություն չի անի, դա իմ մասին չեմ ասում, ես դա տեսել եմ ուրիշ մեկի տանը ու ես դա միանգամից ֆիքսեցի ու ասեցի, որ այսուհետ հանկարծ ես նման բան չպիտի անեմ, որովհետև մարդ է ստացվում է, ով դե լավ էլի բան, ալո, բան, հա, արդեն երեխան միանգամից ֆիքսում է, ասում է, ինչու ես դու կեղծում, չես ուզում մի պատասխանիր կամ պատասխանելուց այնպես պատասխանի, որ ճիշտ լինի, տեղին լինի, այդ ազնվությունը, այդ մաքրությունը երեխեքի շատ կարևոր է։ Ու ես գիտեմ, որ այս աշխարհը պտտվում է այսքան տարիների ընթացքում, ես դա այն օրն եմ ֆիքսել, երեխաների մաքրության շնորհիվ։ Իրանք հավասարեցնում են այն չարությունը, բերում են, մաքրում են։ Ոնց բացատրեմ, այդ մարդկային, այդ աժոտաժի, այդ վազքի, էներգիայի, կեղտի, զիբիլի, չգիտեմ ինչերի մեջ, այդ մանկական մաքրությունը չի թողնում, որ աշխարհը ուղեցրից դուրս թռչի։ Ինքը այդ մանկական սերն է պտտում այս աշխարհը։ Այնքան մաքուր են երեխեքը։ Ի վերջո մի հատ օրինակ, նյարդայնացած կարող եմ մտնես տուն, փոքր երեխու sense գրկեմ ու վերջ։ Մոռանում ես ամեն ինչ։ Բայց նաև լինում են միջսերնդային բախումներ։ Անպայման։ Դա արդեն այո չափահասության է։ Արդեն կան։ Արդեն սկսել է։ Եվ որ հարցերի շուրջ։ Առողջապահական, պունկտուալիզմի, կարգապահության։ Դե հա բաներ կա, որ ես օրինակ սիրում եմ կարգ ու կանոն։ Ես սիրում եմ ամեն ինչ չափված ձևված, բայց ի վերջո նաև հասկանում եմ, չէ, երիտասարդ ինչ որ կրական մեջներ, ինչ որ բան են ուզում անեն, որ կապ չունի պիտի սխալվեն թե ոչ, բայց պիտի անեն։ Դե չես կարողանում հանդուրժել, բայց ի վերջո պիտի հասկանաս, ի վերջո, չգիտեմ։ Դե իրանք մարմնով պետք է անցնի, իրանք որ հասկանան սխալը ճիշտը։ Երբեմն պիտի նու ոչ ճակատագրական կարծում եմ, բայց այնպիսի սխալներ կա, որ ես էլ ուզում եմ, որ անցնեն, սովորեն։ Իհարկե էլ եմ ասում, ոչ ճակատագրականի համար կան մենք։ Այսինքն եթե այնպիսի սխալա, որ ես պիտի լինեմ, որ ինքը չգործի, ես կամ, բայց եթե այնպիսի սխալա, որ իրան կյանք պիտի սովորեցնի, ես անգամ կուզեմ այդ սխալի մեջով անցնի, ինքը զգա իր մարմնի վրա։ Շատ բան հասցրեցինք հենց սկզբից խոսել, այո, առավոտ ամփոփեցինք երեխաների հետ հարաբերություններ, միջսերնդային խնդիրներ, ինչ նորություններ ունեք կարիերայում։ Այդ նորություններով կիսվեք։ Ահա, այս պահին հրաշալի փորձեր են ընթանում Սունդուկյան թատրոնում ու մենք ունենալու ենք
հրաշալի պրեմիերա, սա ես ասում եմ վստահ լինելով Արմեն Էլբակյանի վրա եւ ընդհանրապես սաստավի եւ նաեւ լիրարքա ներկայացման մասին է խոսք։ Շեքսպիր, այո։ Մենք այնտեղ զբաղված ենք, շատ լավ դերերով ենք հանդես գալու, երկու չարագործներ։ Շատ լավ դերերով ենք հանդես գալու։ Դա հրաշալի պրակտիկա։ Իսկապես, հա։ Այո, Էդմոնդը Նարեկն է լիրարքայում, ես էլ մեծ քույրը Գոներիլ եմ։ Շատ ես հիմա շատ ոգևորված եմ, որովհետև փորձերը անցնում են հիանալի, ուղղակի մթնոլորտը չեմ կարող բացատրել, թե ես ինչքան բան եմ սովորում պարոն Էլբակյանից, ոնց ասեմ, սպունգի նման լսում եմ, անընդհատ մտածում եմ ինչպես պիտի լինի եւ այլն, իսկ այդ process-ը ամենակարևորն է, դեռ չենք հասել էլի պրեմիերային բան, դեռ դու փորձում ես, դեռ պրպտումների մեջ ես, ամենալավ վիճակն է դերասանի։ Թե ուսուցանելու, թե նաև բացի սովորելուց, նաև հիշողությունների համար էլ այդ աշխատանքային ընթացքը, ճանապարհը ամենագեղեցիկ բանն է։ Այս պահին այնց հետաքրքիր բաներ ես քաղում անավանդ մեծ դերասաններից, Լիրարքան Արմեն Նամարության, ու նայում ես ոնց է աշխատում, նայում ես այդ հոգեվիճակի իր զգացողությունները եւ դա գողանում ես ապագայում քո համար։ Այո։ Որտեվ էլ ոնց պիտի սովորես։ Այո, նշեցիք, որ սպունժի նման այսպես քաշ վերցնում եք, սովորում եք, եւ ո՞րն է եղել այն ամենակարևոր խորհուրդը, որ մինչ օրս հիշում եք։ Եվ ո՞նից է եղել այդ խորհուրդը։ Ես կարող եմ ասել, եթե դերասանական կարիերային է վերաբերում այդ խորհուրդը, դե մայրս է ինձ խորհուրդներ միշտ տվել, իմ շատ սիրելի մայրիկը եւ միշտ ասում է, որ Գրետա Մեջլումյանը ամենաբարդ իրավիճակում անգամ մարդ մնացեք, այսինքն դա ինձ համար ամենամեծ խորհուրդն է նույն կարիերայում, որովհետեւ գիտեք, ես այդ խորհուրդը նաեւ ոչ միայն կարիերայում, ոչ միայն աշխատանքում, այլ ամենուր եք, ես ձեզ ասեմ, իմ սիրուն Լուսին է, դու հրաշք ես։ Ուրեմն ասեմ, որ գիտեք կարիերայում դա ավելի դժվար է։ Հետո մի բան ասենք, դերասանական արվեստում խորհուրդը դա միայն մարդու մասին է, որովհետև հենց դերասանական արվեստն է մարդու մասին։ Այսինքն դու պիտի մարդկային բոլոր հատկանիշներին կարողանաս տիրապետել։ Այո, մարդ մնալ, չվախենալ, պայքարել, չհանձնվել, գնալ առաջ, չկոտրվել, որովհետև իր մեջ ամեն ինչ կա, ամեն ինչ կարա լինի։ Եվ դրա հետ մեկտեղ չնեղացնել։ Իհարկե չնեղացնել, որովհետև եթե նեղացնես, մի օր էլ քեզ են էլի նեղացնելու։ Դե բայց ախր դա հենց այդ պտույտն է, շրջապտույտն է կյանքի։ Ես կարծում եմ, որ դա հենց դուք բնութագրում եք արտիստին, թե ինչպեսին պետք է լինի առասարակ արտիստի կյանքը կամ արտիստի առօրյան կամ արտիստի առասարակ գործունեությունը։ Ես էլ ավելացնեմ, բայց յուրաքանչյուր բնագավառում են նույն ձև։ Համաձայն եմ, որովհետև չէ որ կյանքից են վերցված բոլոր տեսակի մասնագիտություններ։ Այո, պարզապես դերասանի մասնագիտությունը, քանի որ ինքը հանրահայտ մասնագիտություն է, այսինքն մարդուն ցույց տալու մասին է, չէ՞, մարդը պիտի տեսնի։ Ավելի շատ են իմանում, ավելի շատ են հետաքրքրում եւ ավելի շատ էս օրինակ ծառայում։ Քան օրինակ ոսկերիչի մասին հիմա ինչ պետք է իմանան, հրաշալի ոսկերիչ կարող է լինել, բայց անձնական կյանքին եւ այլն ոչ մի այդքան հետաքրքրասիրություն չկա։ Չեմ մտնում, դու օրինակ ես սկսում ծառայել, դրա մասին է խոսքը։ Այո, հանրահայտ լինելով հենց այդպես է լինում։ Լավ, բայց հաշվի առնելով նաեւ գրաֆիկը, հագեցած գրաֆիկը, հիմա էլ արդեն առաջնախաղի եք պատրաստվում, այն շատ լուրջ թեմա, երկու գործողություն երևի։ Այո։ Երկու գործողությամբ ներկայացում ժամանակ մնում է ընտանիքի համար։ Առավոտները հասկացան, որ առավոտները մեկ ժամ կարողանում է ծովինարը շփվել երեխաների հետ։ Հետո արտանում է արդեն արեկը։ 7-8-ի կողմերն է առավոտյան շուտ։ Բայց ընտանիքի երեխաների համար, չգիտեմ, ժամ ինչ որ կամ օր, որ դա անձեռնմխելի օր է, չգիտեմ, երկուշաբթի թատրոն օրինակ չի աշխատում, ձեր մոտ երկուշաբթի չի հանգստանում, երկուշաբթի չի աշխատում, երկուշաբթի թատրոնը, հո, թատրոն, բայց երեխաները ու այսպես Այո, աշխատանքն կողքից շատ է։ Ես միշտ ասել եմ 24 ժամը մեզ չի հերիքում։ Շատ լավ է դա։ Մենք անընդհատ աշխատում ենք, մենք սիրում ենք աշխատել, միայն թատրոնը չի։ Թատրոնը այն բունն է, որը քո սրտի մեջ է ու չես կարող առանց դրա։ Բայց կան նկարահանումներ, ելի եմ ասում ենք դպրոցներ ունենք, բուրըն զբաղվածությունը, բայց միշտ մենք հատկացնում ենք ընտանիքին, անհնար է չհատկացնել։ Դա էլ է, չգիտեմ, չհամարենք դա աշխատանք, բայց դրապես մի բան է, այսինքն դու գիտես, որ
եթե այսինչ ժամին ազատես, ես երեխուս հետ եմ։ Ես հիմա գիտեմ, երեխայիս ժամը 4-ին պետքա ֆուտբոլի տանեմ այսօր։ Ու ես այդ ժամին գործ չեմ դնելու։ Դրանից հետո գործ կդնեմ։ Այսինքն գրաֆիկի պես գծում եմ։ Անհնար է չհատկացնես քո ընտանիքին, որտեվ իմ երեխեքից թանկ բան չկա, ամեն ինչը արվում է իրանց համար։ Դա պատվի պայման էր, որ ժամը 4-ին պետք է գնանք ֆուտբոլ։ Իսկ հանգստի տեսքով եթե պատկերացնենք, Ես պատասխանում ծովինարը կասի, ես հանգստանում եմ աշխատանքի մեջ, ես երբ որ հանգիստ նստում եմ, ես անհանգստանում եմ, սովորել է մարմինս դրան, անկեղծ եմ ասում, հիմա տեսակով դարձել են կներեք, մեղու, երբ որ դու սովորացնում ես քո մարմինին անընդհատ աշխատել, արդեն ինքը դրա մեջ հանգստանում է, հիմա անկեղծ եմ ասում, ես երբ որ գնում եմ նստում եմ տանը, կամ մեխանիզմը մի օր կարող է փչանալ, դե հա, մեկը մի օր փչանալու է, բոլորին եմ փչան։ Եթե շատ աշխատացնես, կարող է Չգիտեմ, չէ, հանգիստը իհարկե հանգիստ պետք է, բայց էլի եմ ասում, ես սովորել եմ աշխատանքի մեջ հանգստանալ եւ ես չգիտեմ, գնում եմ Վանաձոր, այդ ճանապարհին ավտովարելուց ես հանգստանում եմ։ Իսկ երեխաների մասին ձեր հարցը ես ասեմ։ Հնարավոր է երեկոյան ֆիլմ նայենք, հասցնենք, հնարավոր է օրեր լինեն չհասցնենք, ընդհանրապես տեսնել նույնիսկ մենք դուրս գանք իրենք քնած լինեն դեռ շաբաթ կիրակիները եւ այլն եւ այլն։ Այսինքն մենք փորձում ենք մեր ազատ ժամանակը, եթե նույնիսկ 20 րոպե ես ազատ եմ, ես անպայման վազում եմ տուն։ Որպեսզի իրենց հետ ինչ-որ մի բանով զբաղվեմ։ Շատ հաճախ խաղեր եմ խաղում, որովհետև Նարեկը արդեն այդքան չի երիքում խաղեր խաղալու եւ այլն։ Մենք ունենք սեղանի խաղեր շատ եւ այլն, փոքրից հետ ենք զբաղվում, խաղում ենք։ Հետո ինքը արդեն ունի ընկերներ, ինքն էլ է ուզում առանձնանա արդեն, այսինքն իջնում է բակ, գնում ընկերների տուն, դե պարապմունքներ բան չասեմ, հա։ Արդեն իրենք սովորել են ինքնուրույն են, այսինքն իրենք էլ մեր կարիքը այդքան շատ չեն զգում, նույնիսկ կարող են նյարդայնանան, երբ որ 2 ժամ ավել տանն ենք լինում, նայում են իրար զարմացած, ասում են, «Ես դուք չեք գնում»։ Իսկ սոցցանցերում ժամանակ շատ եք անցկացնում։ Ձեռի հետ։ Չէ, ես օրինակ այդքան էլ չէ, շատ, եթե մտնում եմ ուրեմն շուտ բան։ Պատասխան էր ձեռի հետ։ Կամ հրապարակ։ Ես իրաց չեմ սիրում, անկեղծ, ես ուղղակի սենց ու փագում եմ։ Բայց այդ հարց պետք է Ծովինարին տանք։ Ծովինար, Նարեկը շատ է սոցցանցերում լինում։ Ես չէ, ինքն ավելի շատ ես։ Ես չեմ սիրում իրանց։ Ինքը ուրիշ ցանցերում է։ Այդ որ ուրիշ ցանցերում է։ Հենց մի րոպե։ Բաներ եմ ասելու։ Չէ, ուրիշ ցանցերում։ Այսինքն, օրինակ, շատ հաճախ տեսնում եմ մեքենաների, ճիշտ է։ Ես մեքենաներն եմ սիրում։ Ավելի շատ ինչ են ասում, Ոչ թե, հա, ժամանցային սոցցանցերը, ապրանքներ են, ինչ որ նոր բան է դուրս նոր բաներ, տեխնոլոգիաներ, ավելի շատ նորությունների, մեքենաների, ակու վաճառքի, տների ակու վաճառքի, չգիտեմ։ Ինչ են մտնում այս Instagram, Facebook-ի մասին չենք խոսում, բայց երբ դու ժամանակ անցկացնում ես հեռախոսով սոցցանցում։ հետ էլի եմ ասում։ Շատ չէ, դա լինում է երեկոներին, եթե ֆուտբոլ ու ֆիլմ չկա։ Հասկանալի է։ Լավ, ինչը կարող է առասարակ ձեզ ոգեշնչել որպես թե մարդ մեր առօրյա կյանքում, թե որպես դերասան նաև մասնագիտության մեջ, ինչն է ոգեշնչում։ Աշխատանքը։ Միայն աշխատանքը։ Գեղեցիկ լավ աշխատանք, մարդկային հարաբերությունները լավ։ Հա, ինձ այդ ոգեշնչում է, որ լավ մթնոլորտալնում ինձ դա ոգեշնչում է։ Որ մարդիկ սիրում են իրար, ինձ դա ոգեշնչում է։ Որ մի գաղափարի շուրջ են մտածում, անգամ կարող են բանավիճել, բայց ինձ դա ոգեշնչում է։ Ինձ ոգեշնչում է բնությունը, ծովը, հանգիստը։ Եթե ինքը ավելի աշխատող տեսակ է, ես ավելի ալարկոտ տեսակ եմ, որպես աշխատանքի մեջ իմիջայլոց ասեմ։ Այն առումով, որ ես շատ այդպես տքնաջան տեքստեր չեմ սովորում։ Որտեվ ինքը շնորհալի է։ Ես աշխատասեր եմ։ Նրան հեշտ է տրվում։ Շատ, ինքը կարա մի անգամից անի, ես պետքա տանջվեմ։ Աշխատես։ Հա։ Այ երեխեք են որ ասեցիք, երեխեքն էլ չեն, մեկ էլ տեսնում են, բան տանը պարապում ենք, չէ՞, ես մի սենյակում դեր եմ կրկնում, ծովիկս տա, եղել է տենց դեպք երեխեքից մեկը ասել է Անրին, երեխեքից մեկը Շակոս փոքր Անրին ասել է։ Շակոս Անրին ասել է, Անրի, մաման պապան գժվել են իրանց համար։ Այնտեղ առանձին խոսում են տարբեր տեղը։ Բայց խոսում եք այդ աղանդից, երբևէ եղել է որ օրինակ ներկայացման ժամանակ բերում տեքստը մոռանաք։ Կամ չգիտեմ, որոնք են կողքից ինչ որ մի լրիվ այլ արձագանք կա, որ անսպասելի
հարցեր կամ ներկայացման ընթացքում այսպես թեժ դու կերպարի մեջ մեկ էլ հանդիսատեսն ինչ-որ մի արձագանք տվել կամ տարարան Բայց ինձ մոտ շատ սարսափելի վատ ոչ պրոֆեսիոնալ բան կա մի հատ ու ես դա անկեղծորեն կարող եմ ասել։ Ո՞րն է։ Ծիծաղ է։ Հա, ես հնարավոր է բեմում սարսափելի ծիծաղ եմ։ Չկարողանաս զսպել։ Ոչ լուրջ տեղերում, այսինքն դե բնական է, չէ, լուրջ ներկայացումների մասին չեմ խոսում։ Հնարավոր է ինչ որ կոմեդիա խաղանք կամ նմանատիպ մի ներկայացում ու ինչ որ ես սովորություն ունեմ առանց էլ բառերը խառնելու կյանքում։ Ես զգացի, որ դա այս վերջերս նաև պատահում է բեմում։ Ու դա շատ վատ բան է։ Ու երբ որ ես սկսում եմ ծիծաղել, Վարակիչ ծիծաղով։ Բոլորը սկսում են ծիծաղել։ Ես նույնիսկ դեպքեր ա եղել, երբ որ ծիծաղել եմ բարձր, չեմ դիմացել ներկայացման ժամանակ, ամբողջ Սունդուկյանի դահլիճը տեսել եք, չէ՞, ինչ մեծ։ Այո։ Հանդիսատեսը 1000 հոգին ինձ հետ հավասար ծիծաղել են, հետո հանգստացել ենք միասին եւ շարունակել ենք ներկայացումը, որովհետեւ սարսափելի չեմ կարողանում տիրապետել ծիծաղս, որը շատ վատ բան է, շատ ահավոր վատ բան է։ իրականում վատ բան է, ես քեզ շատ լավ հասկանում եմ, իսկ կա դերակատարում, որը ձեզ փոխել է։ Փոխել է ինչպես։ Մարդկային առումով, այո։ Մոտեցումները նույնիսկ։ Ես կուզեի որ փոխեր, բայց չի եղել այդպիսի բան։ Նկատի ունեմ խաղացինք, Համլետի այդ կերպարը կամ տեքստերը, մտորումները անդրադարձավ նաև մեր վրա, որ մենք էլ մեր տեսանկյունը երբեմն առօրյայում փոխենք։ Կարող է փոխել մարդուն, ինչ է, նույն բանն է, որ գիրք ես կարդում եւ գնալով իմաստանում ես։ Այսինքն դրանով կարող է փոխել, բայց դերը խաղաս եւ փոխվես, ոչ, մոտեցումդ փոխես։ Դե չէ, արդեն բարթալուց կփոխես։ Այսինքն դու դառնալուց չէ որ մտնում ես այդ դերի մեջ, զգում ես այդ ամենը, գիրքը կարդում ես էլի, բայց ինձ համար չէ, ինձ համար յուրաքանչյուր դեր ուղղակի կերպարա, որը այո տանջվում ես, վերարտադրում ես, հասկանում ես, խոյությունն էլ ես դնում, իր էությունն է խառնում ես հետը, փորձում ես դարձնել իր նման եւ ցույց ես տալիս, բայց հետո շարունակում ես լինել իր նման, դա ինձ համար սուտ է։ Ես օրինակ դրանց վերաբերվում եմ կերպարներին ընդհանրապես, ես շատ կերպարներ եմ խաղացել, իմ բախտը բերել է գլխավոր հերոսուհիներից, մինչև խարակտերային եւ այլն։ Ես իրենց վերաբերվում եմ ինչպես հագուստի։ Երբ որ դա կարվում է քո վրա, ունենում է իր գույնը, տեսակը, ձևը, հոտը, բնավորությունը, երբ որ դու դա կրեցիր, հագար եկար տուն, հանեցիր, դրեցիր հոգուտ դարակը, քո հոգու դարակը։ Դա մնում է քո հոգու մեջ։ Ինքը այդ դարակներում կան բազմաթիվ զգեստներ։ Իսկ երբեմն օգտվում ես այդ զգեստներից։ Կյանքում ոչ չեմ կարող։ Այ այսօր արի վերցնենք Ռիփսիմեին, այն դարակը բացում ենք, հանում ենք Ռիփսիմեի զգեստները, այո։ Չէ։ Ահա չի ստացվի, ես էլի կծիծաղեմ, ես կծիծաղեմ, ես անկեղծ կծիծաղեմ։ Հասկացանք, Սովինարի գաղտնիքներն էլ իմացանք։ Իսկ այդ իմպրովիզները բանը տլնում է, այդ հրաշալի բան է, որ մոռանաս դերը, իմպրովիզ անես, պարտներդ մոռանա, իմպրովիզ անես, հրաշք բան է։ Չէ, բայց օրինակ հասնես այն ամենակարևոր պահին, շատ լուրջ, պատասխանատու, լարված վիճակ ու Բայց մի անգամ եղել է։ Ծովինարը կծիծաղի, արդեն իսկ պատկերացնում եք։ Ես դուրս եկա բեմից։ Որ կարողանաս ճիշտ հորինել։ Եթե անգամ այդպես կարևոր բահին մոռանում ես։ Դրանով է դերասան։ Իսկ հանդիսատեսը, որ ինչ որ բան ասում, այո, եղել է ժամանակին դեպք մետրո ներկայացում կար, ես խաղում էի Ջո Ֆերոնը, չարագործ է։ Դերերն են ձեզ տալիս։ Ես սիրում եմ բացասական դերեր։ Հանդիսատեսից էլ հասկացար, ինչպես ես խաղացել, որովհետև մի հատ տատիկ էր նստած դիմացս առաջ շարքում։ Խաղի ժամանակ ասեց վայ տականք։ Հա, բարձր, հա։ Հասկացար, որ դու դարձել այդ տականքը։ Հիանալի է։ Բայց դու հա այդ չես։ Մալադեց։ Ես ուզում եմ իսկապես Նարեկի պատասխանը լսել։ Ըստ քեզ ինչն է միավորում բոլոր կանանց աշխարհում։ Սերը։ Կանանց։ Կանանց, ոչ թե կին տղամարդ։ Կանանց իրար հետ միավորում։ Իրար, հա։ Սերը չի կարող միավորի ձեզ իրար։ Հա, չէ, ինձ թված մեր շուրջ, Ինչն է կանանց միավորում։ Երևի Ուրիշ կանանց հանդեպ հակակրանք։ Չի կատակ եմ։ Տարբեր ինֆորմացիաները իրար հետ զրուցելու։ Ինչի տղամարդիկ չեն զրուցում։ Դե կանայք սիրում են ականջներով, չէ՞, իրանք սիրում են շատ բաներ լսել։
Տղամարդիկ այդքան հավես ունեն, տղամարդիկ մի անգամից կենտրոնանում են մի բանի վրա անում, կանայք օրինակ այսօր Ծովինարը հեռախոսով խոսում է, ինչ որ բան է ման գալի դարակից, հետը բտաներն է մաքրում։ Ես նայում եմ 4-5 գործողություն է անում։ Իմ ուղեղը կախեց։ Անկեղծ եմ ասում։ Դե այդ կարա կանանց միավորի, որտեվ իրան միաժամանակ կատարել մի քանի գործողություն։ Այո։ Ես երբ Նարեկին Դու կարողանում ես 6-րդ գործողությունը կատարել, չէ՞, այդ խոսում են իրար։ Երբ որ Նարեկը նստած է նույն այդ հեռախոսի մեջ իր մեքենաներն է նայում, ես երբ որ հարց եմ տալիս, ինքը շատ երկար չի պատասխանում։ Ասում եմ Նարեկ, այն բանն արեցիր, Նարեկ, այն բանն արեցիր, Նարեկ, այն Որտեվ ես կենտրոնացած եմ սրա վրա։ Չես տեսնում, զբաղված եմ։ Դա ինձ համար սարսափելի սարմանալի բան է։ Ես կարող եմ եւ նայել, եւ ճաշս խառնել, եւ միանգամից մյուս ոդկով սառնանը բացել։ Նարեկը ախր նշեց խոսակցության ընթացքում էլ, որ դու շատ տաղանդավոր ես։ Եվ առասարակ կանայք մենք չեք հասկացել, չունենք այդ շնորհքը, որը որ դուք ունեք բնության կողմից։ Կա մի երազանք ընտանեկան, որ դեռ չի իրականացել, որ նաև կարողանայիք հիմա բարձրաձայնել։ Այո, բայց չենք ասի։ Մենք չենք սիրում երազանքները եւ նպատակները բարձրացնել։ Մենք չենք սիրում ստիպել։ Մենք սիրում ենք լինումը նոր, հա։ Լավ, քանի որ չպատասխանեցիք այդ հարցին, մենք առաջարկում ենք խաղալ խաղ։ Ինչպես միշտ առավոտ լուսոյի weekend-ի ժամանակ մենք մեր հյուրերի հետ խաղում ենք այդ խաղը։ Պատրաստ եք։ Այո։ Հա, այո։ Արդեն պատասխանել եք, այո, կապ չունի ինչ խաղ ենք խաղում։ Միանշանակ արդեն ասել եք այո։ Լավ, բայց խաղը ասեմ ինչի մասին է։ Հասցրել եք երբևէ խաղալ եմ ասում, ես գոնե թե Հա, ես գոնե թե ինքը չգիտի այդ ինչա։ Բացատրի, խնդրում եմ Ծովինար։ Մենք կարող ենք ես գոնե ինչ չեմ անում, ես դու Օրինակ դու կարող ես ասել Նարեկ, որ ես գոնե թե միաժամանակ չեմ կարող անել 6 գործողություն, բայց դա լավ կողմերն է ուղղակի նշում Ծովինարի, ես փորձում եմ ուղղությունը տալ, որ վատը պետք է նշես։ Ես գոնե չեմ Հա։ Մեքենա վարելուց ես չեմ շպարվում։ Այո, այդ ասեմ։ Օրինակ, հասկացա, հա։ Ցենց, կարող ենք սկսել։ Ես գոնե թե բառերիս մեջ չեմ սխալվում։ Ես գոնե թե Մի րոպե կասեմ։ Ես գոնե թե Ծովինար, քեզ տեսնեմ։ Բայց ինչ լավն է Նարեկը, որ Ես գոնե թե գիտեմ քանի տարի ենք ամուսնացած։ Վայ։ Ոո։ Ծովինար։ Գոնե թե Ես գոնե թե չեմ կարողանում 5-6 գործողություն միաժամանակ անել, բայց մեկը հաստատ լավ եմ անում։ Ես գոնե թե այդ 5-6 գործողությունը լավ եմ անում։ Ես գոնե թե Միշտ լավ տրամադրությամբ եմ առավոտյան արթնանում։ Ես գոնե թե գիտեմ որտեղ է իմ վերնաշապիկներն ու զգեստներն ու ամեն ինչը։ Ես գոնե թե կին ունեմ ու կինս գիտի թե որտեղ է այդ ամեն ինչը, երբ որ ես չեմ իմանում, որովհետև կինս է լվանում եւ հարթուկում եւ տեղադրում։ Ես գոնե թե 8 ժամ չեմ պատրաստվում տնից դուրս գալուց առաջ։ Երբ եմ ես այդքան բան։ 8 ժամ չեմ պատրաստվում։ Ու ես գոնե թե 6 անգամ չեմ փոխվում միտեղ գնալուց առաջ։ 6 անգամ։ Ես գոնե թե օծանելիքների կոլեկցիա չունեմ։ Այ պետք է։ Ես գոնե թե կոշիկների կոլեկցիա էլ չունեմ։ Ես գոնե թե ունեմ։ Ես գոնե թե երեխեքին գիտեմ որ ժամից որ ժամը ով որտեղը։ Ես գոնե թե երեխեքին ամենտեղ տանում եմ։ Բայց դու գոնե թե չգիտես թե իրանք որտեղ են։ Ոնց չգիտեմ, ես եմ տանում։ Դու ինձ զանգում ես հարցնում ես ով ուր է որ տանես։ Ահա։ Ես գոնե թե առավոտը արթնանում եմ ու ես գոնե թե սեպտեմբերի 1-ին ես եմ տարել դպրոցերը։ Հա, լավ է։ Ես գոնե թե մեքենա վարելուց յուրաքանչյուր լույս գիտեմ, որը ինչի համար է, որտեղ մեքենա եմ վարում։ Ես գոնե թե կարողանում եմ մեքենա նորմալ պարքինգ անել։ Ես չես սպասում Ծովինար։ Ծովինար 1։
Ծովինար 2 Ես գոնե թե Պարտվել գիտեմ Պարտվել գիտեմ, հա, ես պարտվում եմ, Այո, որովհետև ծովինարը պարտվում է ցավոք։ Չէ, իսկապես, բայց Բարդ է, դժվար է։ Կամ ծովինարը ուղղակի այս խաղը լավ չի կարողանում խաղալ, կամ Նարեկը ընդամենը այնքան ճիշտ է ամեն ինչ կարողացել դասավորել ու ապրել միասին, որ ոչ մի բան չկա ասելու։ Չէ, գիտես որն էր խնդիրը, որ հենց խաղի սկզբից Ծովինարը ասեց, որ Նարեկը չգիտի այս խաղը ինչպես խաղալ։ Հիշում եք այն իմպրովիզացիան։ Իմպրովիզեր։ Ես գոնե թե ամեն ինչիդ վրա չեմ խոսում։ Ես եմ խոսում ամեն ինչ։ Սա ես միջև երեկո խաղանում եմ իր հետ։ Կարող է զանգեմ ասեմ։ Հետո է հիշելու ամեն Կարող է ինչ։ զանգեմ ասեմ, ես գոնե թե ես ունեմ էլի նման բաներ։ Մեզ մնում է ասել շնորհակալություն, չգիտեմ, լավ տրամադրության, դրական էներգիայի համար, որ փոխանցեցիք մեզ։ Այո, եւ անկեղծության։ Դուք այնպեսի մթնոլորտ եք ստեղծել, որ չի կարելի անկեղծ չլինել այստեղ։ Անկեղծ շնորհակալ ենք, որովհետև դուք էլ լուսավոր մարդիկ եք շատ։ Իզուր չի, որ քո այստեղը գրված է սեր։ Տես նկատում այո։ Ապրեք դու։ Ձեզ ենք շնորհակալ։ Ես գոնե թե նկատում եմ։ Տեսնում ես այսօր մեր երկու հյուրերն էլ տղամարդիկ նկատեցին։ Այո, Թե Արտոն Թուչբարաջյան, թե Նարեկը։ Այո։ Շնորհակալություն եւս մեկ Մենք անգամ։ ենք շնորհակալ։ Իրոք շատ շնորհակալություն լավ տրամադրության համար, ձեզ լավ օր ենք մաղթում, օրվա լավ շարունակություն, վստահ եմ, սկիզբը գոնե ստացված կարելի է համարել։ Այո։ Շնորհակալություն։ Իսկ մենք էլ այս պահին սիրելիներս կլսենք երաժշտություն ու արդեն պետք է ձեզ հրաժեշտանք։